Ողջույն 24 TV-ն շարունակում է աշխատանքը, տաղավարում այսօր իմ հյուրն է հասարակական քաղաքական գործիչ Կարեն Կարապետյանը։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ ընկալելու համար։ Ես էլ եմ շնորհակալ հրավերքի համար։ Խոսենք Նիկոլ Փաշինյանի Մոսկվա այցից, ինչ տպավորություններ ունեք եւ մայիսինի միջոցառումներին մասնակցեց եւ արդյոք դուք կարծում եք, որ հայ-ռուսական հարաբերություններին նա փորձում է նոր շունչ տալ, շտկել լարված հարաբերությունները։ Ինչ կասեք։ Նախ ոչ թե Փաշինյանն էր մասնակցում Մոսկվայում այդ միջոցառումներին, այլ Փաշինյանի ֆուտլյարը, որովհետև մենք ակնհայտորեն տեսանք, նույնիսկ երբ որ Պուտինը նրան դիմավորեց, ողջագուրում չկար, որը սովորաբար լինում է երկրների ղեկավարների հանդիպման ժամանակ, Փաշինյանը արժանացավ սառը ընդունելության, կադրերում Փաշինյանը իզգոյի կարգավիճակում նստած էր մի անկյունում, այո, գուցե Փաշինյանը փորձեց հայ-ռուսական հարաբերությունները բերել նոր մակարդակի, եթե իհարկե փորձեց, սակայն կարծում եմ, որ Փաշինյանը Մոսկվայում ստացավ ապտակ ու ենթադրաբար դա համբալի պատասխաններ Հայաստանում իր հնչեցրած արտահայտություններին, որովհետև մի կողմից Նիկոլ Փաշինյանը իր տարբեր եւ իր բերանով եւ իր տարբեր խոսնակների, տրամաչափի, պաշտոնյաների, падգամավորների բերանով ընդդիմությանը անվանում է ռուսների դերածո Հայաստանում, այնուհետև այդ նույն ընդդիմությանը անվանում է համբալներ ու սպառնում է վզները կտրել, դրանից հետո նա գնում է Մոսկվա եւ ներկայանում է արժանանում է նման ապտակի։ Կարծում եմ քաղաքական տրամաբանությունը, որը տեղի ունեցավ, ամբողջովին համահունչ էր Նիկոլ Փաշինյանի հռետորաբանությանը, որը նա օգտագործում է Հայաստանում։ Չեմ կարծում, որ բայց ինչու պետք է Պուտինը ապտակի, որ նա ընդդիմությանը նման որովհետև երբ որ դու համբալ ես ասում նրան, ում նաև մեղադրում ես ռուսական դրածո լինելու մեջ, դու դրանով համբալ ես անվանում նաև հենց նույն ռուսներին, որովհետև իր դրածոները ստացվում են համբալներ են, բացի դրանից Նիկոլ Փաշինյանը համբալ է անվանում այն ողջ ընտրազանգվածին, որը ձայն է տվել տվյալ ընդդիմադիր ուժին, այսինքն Նիկոլ Փաշինյանը իր հոգեպես անհավասարակշիռ վիճակով վիրավորեց ոչ միայն ընդդիմադիր падգամավորին կամ падգամավորներին, այլ վիրավորեց Պուտինին, ելի եմ ուզում շեշտել, մինչ այդ մեղադրում էր այդ նույն ուժին ռուսական դրածո լինելու մեջ եւ վիրավորեց ամբողջ մի ընտրազանգվածի։ Ջերմ չէր Պուտինը նրա հետ կարծում։ Բացարձակ ջերմ չէր, որովհետեւ ի սկզբանե հենց սկզբից կադրերում երևում է, երբ որ Պուտինն ու Փաշինյանը հանդիպում են, պարզապես ձեռք սեղմում է եւ չկա սովորաբար ավանդույթ դարձած ողջագուրումը երկրների միջև։ Բայց կարծես հրաժեշտ տալուց կար եւ Պուտինն էլ ասում էր, որ կհանդիպեն, կապի մեջ կլինենք։ Դե դրանք պրոտոկոլային ընդհանրապես արտահայտություններն են, օրինակ ես մի հատ սովորություն ունեմ, երբ որ փողոցում հանդիպում եմ մեկին, որի հետ չեմ ուզում երկար խոսամ, բարևից հետո ասում եմ անպայման այս երկու օրը կհանդիպենք եւ սուրճ կխմենք, դրանից անցնում են տարիներ ու մենք երբևէ չենք հանդիպում ու այս սուրճը չենք խմում։ Հիմա իհարկե դրանք պրոտոկոլային արտահայտություններ են, որ ուրախ եմ, շնորհակալ եմ, եկաք եւ այլն, բայց մենք կադրերում տեսնում ենք, որ Նիկոլ Փաշինյանը իր ավանդական դարձած կեպիով այդ համբոյի կարգավիճակով պարզապես մի անկյունում հոնքերը կիտած փիսիկի նման նստած էր։ Դա ապտակ է Հայաստանի Հանրապետությանը նաև, որովհետև Նիկոլ Փաշինյանը իր պահվածքով ստվեր է գցում նաև Հանրապետության վարկանիշի վրա, որովհետև երբ որ Փաշինյանը վատ ընդունելության է արժանանում, համենայն դեպս չասեմ վատ, սառը ընդունելության է արժանանում այնպիսի միջոցառման ժամանակ, որում հայերը ունեցել են իրենց հսկայական ներդրումը, խոսքս հայրենական մեծ պատերազմում ունեցած հաղթանակի մասին է, ունեցել են իրենց հսկայական ներդրումը, բացի այդ եկեք մի հանգամանքի վրա էլ ուշադրություն դարձնենք, որ նախքան այդ միջոցառման մասնակցելը տևական ժամանակ է Հայաստանում իշխող ուժի կողմից վարվում է քաղաքականություն, նույնիսկ հայրենական պատերազմում մեր մասնակցությունը ստվերելու եւ առհասարակ հայրենական պատերազմի նշանակությունը այո, վարվում է, քաղաքականությունը նկատի չունեմ, վարվում է կոնկրետ գործողություններով, կոնկրետ քայլերով, սակայն հռետորաբանությամբ ստեղծվում է այդ հողը, որպեսզի ապագայում մենք մոռանանք նաև մեր ունեցած ներդրումը նաև այդ պատերազմում։ Հետևաբար դրանից հետո դժվար էր ակնկալել, որ Նիկոլ Փաշինյանը այնտեղ կարժանանա նորմալ ընդունելության, հատկապես երբ որ, ասենք, ռուս լրագրողը, երբ որ Նիկոլ Փաշինյանը քայլում էր Կարմիր գորգի վրայով, Նիկոլ Փաշինյանը ռուս լրագրողը Փաշինյանին ներկայացրեց որպես Ադրբեջանի նախագահ։ Կարծում եք միտումնավոր արեց։ Չեմ կարծում միտումնավոր արվեց, բայց չեմ էլ բացառում այդտեղ եղած միտումը, այնուհետև իրեն շտկեց ներողություն
Խնդրեց, սակայն նստվածքը մնաց, որ Հայաստանի Հանրապետության վարչապետը Կարմիր գորգի վրայով քայլելուց ներկայացվեց որպես Ադրբեջանի նախագահ, չներկայացվեց Բրազիլիայի նախագահը, Մյանմայի նախագահը, այլ ներկայացվեց հենց Հայաստանի Հանրապետության վարչապետը։ Գուցե այդտեղ եւ չկար միտում, բայց չեմ բացառում, որ կարող է դա լինել նաեւ հերթական քաղաքականությունը ուղղված Նիկոլ Փաշինյանի անձին։ Բայց ավելի վատ կլիներ, եթե Ադրբեջանի նախագահին ներկայացնեին Հայաստանի Հանրապետության նախագահ, կարծում եմ այդքան էլ վատ չի այս առումով։ Դե հիմա կարծում եմ գործընթացները այնպես են զարգացել, որ Ադրբեջանի նախագահը այո կարող է հավակնել նաև Հայաստանի Հանրապետության նախագահը լինելու, որովհետև այսօրվա դրությամբ Հայաստանի Հանրապետության թե ներքին օրակարգը, թե արտաքին քաղաքականությունը խորապես մշակվում է Ալիևի կողմից եւ լրիվ համահունչ է թուրք-ադրբեջանական պահանջներին։ Հիմա ներկա իրավիճակի դասավորվածության պայմաններում կարծում եմ այդքան էլ մեծ չէ տարբերությունը Ալիևը իրավաբանորեն է Հայաստանի Հանրապետության նախագահը, թե փաստացի է Հանրապետության նախագահը, բայց փաստը այն է, որ Հայաստանի Հանրապետությունը չունի ինքնուրույն քաղաքական այնպիսի ներքին օրակարգ եւ չի վարվում այնպիսի արտաքին քաղաքականություն, որը փոքրի շատ է շեղվի Ալիևի պահանջներից։ Հիմա դուք կարծում եք, որ Պուտինը ցույց տվեց, որ հարաբերությունները չեն կարող լավանալ եւ դառնալ առաջվանը, այսինքն կա այդ լարվածությունը եւ շարունակվելու է, որքան էլ որ հայկական կողմը ուզենա շտկել այն։ Գիտեք ինչ, դիրքորոշում դա ցույց տվեց կարծում։ Պուտինը Նիկոլ Փաշինյանին հասկացրեց, որ սառը վերաբերմունքին կարող են հետևել նաեւ հստակ գործողություններ, որովհետեւ ամեն ինչը պայմանավորված չի միայն այդ օրվանը Նիկոլ Փաշինյանի Մոսկվա այցով, ամեն ինչը պայմանավորված է նախորոք ընթացող գործընթացների համատեքստում, երբ որ դրանից առաջ Հայաստանը վավերացնում է ԵՄ-ի անդամագրման գործընթացը, Հայաստանը հապկում սառեցնում է իր անդամակցությունը այդ ամենը հանգեցնում է նրան։ Դա վաղուց արդեն։ Չէ, 3 տարի է, սակայն ամեն ինչը գալիս է ի վերջո իր հանգուցալուծմանը, համենայն դեպս պետք է գա իր հանգուցալուծմանը, հնարավոր չի, որպեսզի Հայաստանը դեմարշներ կատարի Ռուսաստանի նկատմամբ, սակայն չարժանանա համապատասխան երևույթի, ինչը չի կատարել։ Դե հստակ քայլեր չեն հաջորդել։ Նայեք, ազգային ժողովը հապկից դուրս չենք եկել, բայց սառեցրել ենք մեր հապկում մեր անդամակցությունը եւ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց Նիկոլ Փաշինյանի խոսքերն են, որ հապկի սառեցումը հանգեցնելու է անպայման հապկից մեր դուրս գալուն։ Օրերս ազգային ժողովում Նիկոլ Փաշինյանը ելույթ ունեցավ եւ հայտարարեց տարածիորեն հետեւյալը։ Իդեպ դա շատ կարեւոր հայտարարություն է։ Նիկոլ Փաշինյանը մշտապես շեշտադրում էր, որ Արցախը Ադրբեջանի կազմում է ճանաչվել դեռևս Ալմատիի հռչակագրով, այսինքն ինքը որևէ կապ չունի եւ Արցախը Ադրբեջանի կազմում է ճանաչել Լևոն Տեր-Պետրոսյանը։ Դա Նիկոլ Փաշինյանի մեղադրանքներն էր ուղղված Լևոն Տեր-Պետրոսյանին եւ մեղքը իր վրայից թոթափելու ջանքերը։ Սակայն 2 օր առաջ Նիկոլ Փաշինյանը ազգային ժողովում հայտարարեց, որ ինքը ստիպված 2022 թվականին, երբ Ադրբեջանը ներխուժեց ջերմուկի տարածքներ, ինքը հարցում արեց ՀԱՊԿ կազմակերպությանը եւ ստանալով ՀԱՊԿ-ի պատասխանը եկավ այն եզրահանգման, որ ինքը պետք է Արցախը ճանաչի Ադրբեջանի կազմում, այսինքն ճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ներառյալ նաեւ Արցախը Ադրբեջանի կազմում եւ տափակաբանություն դուրս տվեց իհարկե, որ ճանաչեց նաև Հայաստանի տարածքային ամբողջականությունը։ Այսինքն Նիկոլ Փաշինյանը խոստովանեց, որ Ալմատիի հռչակագիրը շահարկելը ընդամենը տխմարաբանություն է եւ խոստովանեց, որ հենց ինքն է ճանաչել Արցախը Ադրբեջանում, կրկին մեղքը բարթեց այս անգամ արդեն ռուսների գրպանը, շեշտելով ՀԱՊԿ-ի հետ կապված այդ հարցում։ Վերադառնալով Մոսկվայի միջոցառումներին մասնակցելուն, ինչու էր Բելարուսի նախագահի կողքը նստել, միտումնավոր էր դարված, թե պատահականություններ եւ նկատելի էր, որ շփվում էին նաեւ իրար հետ։ Դե շփվում էին իհարկե եւ նստելը ոչ պատահականություն չէ, որովհետեւ նման պետությունների ղեկավարների հանդիպման ժամանակ տեղերը նախորոք է որոշված լինում եւ ամեն ինչը պայմանավորված է լինում ընթացակարգով, ոչ ոք ոչ միտեղ պատահական չի նստում։ Իդեպ խոսենք Եվ ինչու են իհարկե նստացրել, կարծում եք։ Հաշվի առնելով, որ այդքան լարված հարաբերություններ էին, ասում էին ոդկը չի լինելու Բելարուսում
Ինչու են Դե միգուցե դրա մեջ նույնպես միտում կա, որ Նիկոլ Փաշինյանին նստացնեն հենց Լուկաշենկոյի կողքին եւ այդ ֆոնին Լուկաշենկոն եւ Պուտինը ջերմ զրուցեն, իսկ Փաշինյանը մնա մի անկյունում միայնակ նստած։ Ես էլ եմ շեշտում, ոչինչ հենց այնպես չի լինում, ոչինչ պատահական չի լինում եւ նույնիսկ նման հանդիպումների ժամանակ, երբ որ հանդիպում են պետության ամենաբարձր պաշտոնյաները, ղեկավարները, նույնիսկ ժեստերը, նույնիսկ բառերը, նույնիսկ նստելու տեղը, ամեն ինչ իր մեջ պարունակում է ուղերձներ։ Ոչինչ հենց այնպես պատահական պարզապես չի լինում։ Ինչպես պարզապես պատահական չի, ենթադրենք Ադրբեջանի զորախմբի կարմիր հրապարակով անցնելը եւ Ադրբեջանի դրոշը կարմիր հրապարակով անցնելը։ Նայեք, այս օրերին խոսվում է նրա մասին, որ Ալիևը չգնաց Մոսկվա, ի տարբերություն Փաշինյանի, սակայն ինչի է ականատես լինում աշխարհը։ Նիկոլ Փաշինյանի այցը Մոսկվա ոչ մի նշանակալի, այսպես ասած, դիտարժանության տեսանկյունից ոչ մի նշանակալի երևույթ չէր։ Պարզապես Նիկոլ Փաշինյանը գնաց այնտեղ, չէ՞ որ մենք մասնակցել ենք հայրենական մեծ պատերազմին, ընդ որում 600,000 հայ է զորակոչվել բանակ, որից 300,000 զոհ ենք ունեցել ենք այդքան մարշալներ, խորհրդային միության այդքան թվով հերոսներ, կրկնակի հերոսներ եւ բազմաթիվ մարտական շքանշանների արժանացածներ, սխրանքներ գործածներ, հայկական զորախումբը հասել է Բերլին, այսինքն մեր ներդրումը հայրենական պատերազմում ահռելի է, ի տարբերություն Ադրբեջանի։ Ես չեմ ասում, թե Ադրբեջանը չի մասնակցել հայրենական պատերազմին, սակայն անհամեմատելի է հայկական մասնակցությունը, հայկական ներդրումը, հայկական պարգևատրումները, մարշալների, գեներալների քանակը անհամեմատելի է Ադրբեջանի հետ։ Սակայն Ադրբեջանը մասնակցեց զորախմբով, մասնակցեց իր դրոշով եւ աշխարհը ականատես եղավ։ Իրենց ներկայացնել միշտ ամենտեղ, չեղացնել վերագրել իրենց։ Մենք էլ պետք է կարողանանք մեզ ներկայացնենք եւ ոչ թե չեղածը վերագրենք մեզ, այլ մեր արածը ի ցույց դնենք աշխարհին, որը տեղի չունեցավ։ Նա կարծում եմ, որ Նիկոլ Փաշինյանը հայկական զորախումբ չուղարկեց Մոսկվա եւ հայկական դրոշը չանցավ կարմիր հրապարակով, գիտեք, մենք երբեմն փորձում ենք դրա տակ ինչ-որ աշխարհակաղակական, ինչ-որ խորը պրոցեսներ փնտրել, սակայն Նիկոլ Փաշինյանը իր մտածողությամբ շատ պարզունակ է, գուցե այստեղ չկա բացարձակ ինչ-որ աշխարհակաղակական գործընթացներ կամ հեռահար նպատակներ։ Նիկոլ Փաշինյանը պարզապես վախեցավ Հայաստանի այսպես չակերտավոր ասած արևմտամետների Facebook-յան գրառումներից։ Դա է Նիկոլ Փաշինյանի ամբողջ մտավախությունը, որ հանկարծ Հայաստանի հակառուսները իրեն որևէ պարսավանքի չարժանացնեն, որևէ քննադատության չարժանացնեն, որովհետև առանց այդ էլ Նիկոլ Փաշինյանի այցը Մոսկվա այդ նույն չակերտավոր արևմտամետների կողմից արժանացավ բուրըն քննադատությունների եւ գեներացվեց սոցիալական տիրույթում։ Արդյունքում ինչ ստացվեց։ Սովորաբար կա ընդունված արտահայտություն, որ դիցուկ որևէ մեկը փորձում է համ հաճույք ստանալ, համ կույս մնալ, սակայն Մոսկվա գնալով Նիկոլ Փաշինյանը այս արևմտամետների աչքին կույս չմնաց, սակայն հաճույք էլ չստացավ։ Բայց ինչու է այդքան վախենում կամ այդքան հաշվի առնում արևմտամետների կարծիքը Փաշինյանը։ Որովհետև դա է նրա միակ հենարանը այսօր միտված ապագա խորհրդարանական ընտրություններին։ Նիկոլ Փաշինյանը այլ հենարան չունի, այլ կոալիցիոն գործընկեր չի կարող գտնել, առհասարակ ԿՊ-ն որևէ մեկի հետ այլևս չի կարող կոալիցիայի մեջ մտնել, եթե չլինեն իր սպասարկող, այդպես ասած, չակերտավոր արևմտյան ուժերը, որովհետև ակնհայտ է, որ Երևանի քաղաքապետարանում Տիգրան Ավինյանը քաղաքապետ դարձավ հենց այդ, ես ինչու եմ այդքան շեշտում չակերտավոր արևմտամետ, որովհետև Հայաստանում իրական արևմտամետ գոյություն չունի։ Արևմտամետ լինելը նույնպես քաղաքական կողմնորոշվում է, քաղաքական ուղղվածություն է եւ բնականաբար կարող է նորմալ դիտարկվել, եթե մարդը քաղաքական արևմտյան արժեհամակարգերը կարևորում է, ժողովրդավարությունը։ Այո, եւ կրում է այդ արժեհամակարգերը, սակայն Հայաստանում կան տարածիորեն ռուսատեացներ, հակառուսներ, որոնք ունակ են պարզապես թաղապետարանում խմբով մարդ ծեծելու։ Ես չեմ կարծում, որ արևմտյան արժեքներում ամրագրված է, որ ոհմակի նման պետք է կաբինետից դուրս շպրտվել եւ
ծեծել քաղաքացուն միայն նրա համար, որ նա բարձրաձայնել է ինչ-ինչ խնդիրների մասին, նույնիսկ եթե այդ խնդիրները այստեղ կարևոր չեն, որքանով են այդ խնդիրները իրական կամ որքանով են չափազանցված։ Ինչն է սադրել։ Մարդը գնում է մանկապարտեզ, մարդը գնում է եթե անգամ սադրել է դատի տուր, կան եթե դու իրոք արևմտամետ ես ու կրում ես այդ արևմտյան արժեքները, եթե քեզ սադրել են, չնայած այդտեղ ես սադրանք չեմ տեսնում։ Ես այդտեղ տեսնում եմ մարդը նկարում է մանկապարտեզը եւ ասում է, որ այս մանկապարտեզի վերանորոգումը նախ պատշաճ չի կատարվել, այնուհետև փողեր են մսխվել։ Եթե դու համաձայն ես այդ գնահատականի հետ, ապա ծեծը դա ապացույցը չէ, որ դու փող չես կերել։ Հակառակը ծեծը դա ապացույցն է նրա, որ դու մեղավոր ես։ Եթե դու կրում ես արևմտյան արժեքներ, դատի տուր այդ մարդուն։ Սակայն մարդը դրանից հետո դու այդ մարդուն զանգում ես սեռական բնույթի հայհոյանքներ ես տալի, հետո երբ որ այդ մարդը քո սեռական բնույթի հայհոյանքներից հետո ակցիա է իրականացնում, ընդ որում ակցիան կարող է լինել քաղաքական եւ որևէ հայհոյանք այդ ակցիայի ժամանակ չի հնչել, ընդամենը յոգուրտը լցրել են նկարի դեմքին։ Հիմա դու քո ընկալմամբ թե ինչ ես պատկերացրել դրա տակ, դա քո խնդիրն է, բայց դա խուլիգանություն չէ, դա պարզապես ակցիա է։ Սակայն մարդը գնում է թաղապետարան, թաղապետարանում ոհմակի կողմից ենթարկվում է դաժանաբար ծեծի, այնուհետև այդ ծեծից հետո ձերբակալվում է եւ նրան նույն ակտիվիստը կարող էր դատի տալ եւ ոչ թե ակցիա իրականացնել։ Բայց ամեն դեպքում խոսենք ազգային ժողովում Նիկոլ Փաշինյանի լարվածությունից։ Փաշինյանը վրդովվեց, երբ կոռուպցիայի մասին խոսվեց, դրանից առաջ թաղապետի հենց այդ հարցներ քննարկում, ասաց դա իմ տիրույթում չէ, թող որոշեն, ինչու այդքան բարկացավ Փաշինյանը։ Հովիկ Աղազարյանն էլ իր տիրույթում չէր։ Ոչ միտեղ գրված չի, որ գործադիրը իրավունք ունի ուղղակիորեն միջամտել օրենսդրին եւ SMS ուղարկել մանդատից հրաժարվելու հետ կապված։ Օրենսդիրը չի մտնում գործադիրի տիրույթում։ Իհարկե մանիպուլացրեցին, որ SMS-ը ուղարկել է ոչ թե վարչապետ Նիկոլ Փաշինյանը, այլ կուսակցության նախագահ Նիկոլ Փաշինյանը, ինչը իհարկե ծիծաղել է, իսկ Նիկոլ Փաշինյանը հունից դուրս եկավ երկու պատճառով։ Նախ պայթում է այն փուչիկը, որ նա, չգիտեմ, կոպեկ առ կոպեկ, գույք առ գույք, մեքենա առ մեքենա հետ է բերում, այսինքն Նիկոլ Փաշինյանը վերադառնում է իր 2018 թվականի հռետորաբանությանը, հաշվի առնելով, որ առաջևում 2026 թվականի խորհրդարանական ընտրություններն են, իսկ Նիկոլ Փաշինյանը այլ հենարան չունի, քան պոպուլիզմը, քան Թալանի եւ այլն կողոպուտի սրա նրա մասին շահարկելը, սակայն կյանքը ցույց է տալիս, որ նա 7 տարի է իշխանությանը եւ որևէ Թալան չի բացահայտվել, որևէ կողոպուտ չի բացահայտվել եւ բացի ինչ-որ մի հիմար մեքենայից որևէ բան չի վերադարձվել։ Բացի դրանից կյանքը ցույց է տվել, որ հենց ԿՊ-ն է թաթախված կոռուպցիայի մեջ, հենց ԿՊ-ն է չարաշահում իր լիազորությունները ծառայեցնելով իրենց ֆինանսական բարեկեցությանը, թեկուզ բերենք այն օրինակը, որ ԿՊ-ականները վարկեր են վերցնում շահեկան պայմաններով իրենց սպասարկող բանկից եւ բնակարաններ են գրում շուկայից անհամեմատ էժան գներով կրկին իրենց շահերը սպասարկող կառուցապատողից խնամի, բարեկամ, ընկեր, բոլորով այսպես կին, նայեք, կոռուպցիան երևույթ է, երբ ամուսիններով ազգային ժողովի падգամավոր են։ Հայոց պարլամենտարիզմի մեջ չի եղել դեպք, երբ ամուսիններով լինեն միաժամանակ ազգային ժողովի падգամավոր, այն էլ նույն խմբակցությունում։ Նկատի ունեք Լենա Նազարյանը եւ Նարեկ Բաբայանը։ Այլ դեպք չկա ու երբևէ չի եղել։ Նկատի ունեմ Լենա Նազարյանին եւ իր ամուսնուն Նարեկին Բաբայան։ Դա նույնպես կոռուպցիոն դրսևորումներ են, ուղղակի Նիկոլ Փաշինյանը մանիպուլացնում է ելնելով իր ուտելու հետ կապված տրամաբանությունից եւ նրա կարծիքով կոռուպցիան պայմանավորված է միայն ուտելիքով եւ փողով, ոչ այդ պաշտոնավարումները պայտական համակարգերում Էմա Պալյանի ամուսինը իր օգնականներ, չէ՞, դա նույնպես կոռուպցիոն երևույթ է, ամենևին կարևոր չի, հասարակական հիմունքներով էր իր օգնականը թե ոչ։ Եղբայրը եւս աշխատում է ազգային ժողովում, աշխատում էր։ Այո, մեկ այլ պատգամավորի օգնականն էր։ Սիսակ Գաբրիելյանի կինը, եթե չեմ սխալվում, ՊՕԱԿ-ում գլխավոր խմբագիր էր, ու բազմաթիվ են օրինակները, երբ Նիկոլ Փաշինյանը, եկեք հեռու չգնանք, Նիկոլ Փաշինյանի Աներձակը ազգային ժողովի падգամավոր է, Սանիկը Թեքավորն է Ղալումյանը, չեմ էլ հիշում արդեն, Սանիկն է Թեքավորը ազգային ժողովի падգամավորն է, դասընկերը այս պաշտոնի են, այդ ամենը կոռուպցիոն երևույթներ են եւ հետեւաբար, երբ որ Նիկոլ Փաշինյանին մատնանշում են կոռուպցիոն երևույթները, խոսում են կոռուպցիոն երևույթներից, Նիկոլ Փաշինյանի քաղաքական սնանկությունը հանգեցնում է նրան, որ նա մտնում է իր իրական
կարգավիճակի մեջ, իսկ Նիկոլ Փաշինյանի իրական դեմքը հիստերիկան է։ Նիկոլ Փաշինյանը մշտապես է տարբերվել հիստերիկայով, նույնիսկ այն ժամանակ, երբ որ նա Հայկական ժամանակ օրաթերթի գլխավոր խմբագիրն էր։ Հետևաբար մենք ազգային ժողովում ականատես եղանք աննախադեպ երևույթի, երբ պետության ղեկավարը ընդդիմադրին անվանեց համբալ, այնուհետև ձեռքով ցույց տվեց, որ վզները կկտրեմ։ Իմիջիալից վիզ կտրելը հարիր չէ հայերին, վիզ կտրելը դա ավելի շուտ ընդունված է ադրբեջանցիների մոտ։ Ես չգիտեմ, Նիկոլ Փաշինյանը վիզ կտրելով իր սերն էր ուզում ցույց տալ ադրբեջանցիներին, որ ես պատրաստ եմ նաև յուրացնել ձեր սովորույթները եւ կտրել մարդկանց գլուխները։ Ամեն դեպքում Փաշինյանին շատ վրդովվեցրեց այդ կոռուպցիայի հետ կապված հարցը, որ մամուլում նման հրապարակումներ կա, եւ ասում եք, մամուլի հրապարակումներին նայեմ, ձեզ էլ պետք է ԱԱԾ-ի պատվալները գցեմ։ Ախր ինչ մամուլի հրապարակման մասին է խոսքը։ Ասում եմ, ես եթե ձեզ թվում է թե դուք մենակ գիտեք այդ մամուլի հրապարակումները, սխալվում եք, անվտանգության խորհրդի քարտուղարը ամեն ամիս կամ ամիսը մի քանի անգամ այդ հրապարակումներն ուղարկում է, տեսնում։ Որ մամուլ, ես էի ասում։ Նայեք, այն ինչ որ ինքը գեներացնում է, նույնիսկ այնքան կորցրեց հավասարակշռությունը, որ 5-րդ շալասյունը անվանեց 5-րդ անիվ։ Այդ 5-րդ շալասյան հեղինակը հենց ինքն է։ Որևէ լրատվամիջոց, այդ թվում նաև իշխանական լրատվամիջոցները երբևէ որևէ մեկի մտքով չի անցել ընդդիմությանը մեղադրել 5-րդ շալասյան մեջ։ Այսինքն 5-րդ շալասյուն, երբ որ նա ասում է ու երբ որ իրեն սպասարկող փոքրաթիվ, շեշտում եմ, փոքրաթիվ լրատվամիջոցներ գեներացնում են իր իսկ այսպես ասած 5-րդ շալասյան այդ մոտեցումը, դա իր արտահայտությունն է, այսինքն մամուլը չի գրել, նա ինքն է ասել, այնուհետև իր պատվերով տպվել է 2-3 լրատվամիջոցներով եւ հանգիստ նա կարող է այդ 2-3 լրատվամիջոցներում տպված իր իսկ ասածը վերցնել որպես հիմք եւ առաջնորդվել իր իսկ բառերով։ Ես կարծում եմ, որ Նիկոլ Փաշինյանը պետք է կանգնի դատարանի առաջ օրերս ազգային ժողովում տեղի ունեցած միջադեպի հետ կապված եւ պետք է պատասխան տա քրեական միանգամից 3 հոդվածներով։ Ընդդիմությունը կարծում եմ նրան պետք է դատի տա այդ 3 հոդվածներով։ Սպառնալիք, վիրավորանք եւ պաշտոնական դիրքի չարաշահում, որովհետեւ Նիկոլ Փաշինյանը նախ սպառնաց ոչ միայն բառերով, այլ նաեւ ժեստիկուլյացիայով, սպառնաց կախաղան բարձրացնելով, այնուհետև վիրավորեց անվանելով համբալ, իդեպ վիրավորեց նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, վիրավորեց ժողովրդին, բացի դրանից ուղիղ հրահանգ իջեցրեց իրավապահ մարմիններին, որ անպայման նրանք զբաղվեն ընդդիմադիրներով եւ լցնեն ԱԱԾ պատվալները, հատկապես Ալեն Սիմոնյանը անմիջապես նրա ասացից հետո կրկնեց Նիկոլ Փաշինյանի բառերը էլ ավելի խորացնելով, գեներացնելով դա ազգային ժողովի նիստի ժամանակ, ես հետ նկատի ունեմ հետո ճեպազրույցների ժամանակ Ալեն Սիմոնյանը էլ ավելի խորացրեց, որովհետև նա գիտեք ինչ շատերին թվում է Ալեն Սիմոնյանը քաղաքական գործիչ է, բայց Ալեն Սիմոնյանը ընդամենը Նիկոլ Փաշինյանի պատճենահանող սարքն է ազգային ժողովում։ Նիկոլ Փաշինյանը ինչ արտահայտություն անի, Ալեն Սիմոնյանը պատճենահանում է։ Այո, ես կարծում եմ, որ ապագայում սպասվում են գործընթացներ, քրեական նոր մեղադրանքների կեղծ իհարկե, մեղադրանքների առաջադրումներ ընդդիմադիր որոշ պատգամավորների, առավելապես նրանց, որոնք առավելապես ակտիվ են ազգային ժողովում եւ Նիկոլ Փաշինյանի հանդեպ քննադատություններում, բայց ես էլ եմ շեշտում, ընդդիմությունը պետք է դատի տա Նիկոլ Փաշինյանին այդ 3 մեղադրանքներով՝ սպառնալիք, վիրավորանք եւ լիազորությունների չարաշահում։ Նիկոլ Փաշինյանը ընդամենը մեկ ճանապարհ ունի դատարանի առջև չկանգնելու։ Հոգեբուժարանից բերի անմեղսունակության տեղեկանք։ Այդ դեպքում նա թերևս խուսափի դատավճռից։ Իսկ դուք բացառում եք, որ Փաշինյանը միտումնավոր լարվածություն ստեղծեց կամ լարվեց, այդ տեսարանները բեմադրեց, որովհետև առաջիկա ընտրություններն իսկ հասարակությանը պետք է հետաքրքիր այդ տեսարանը։ Ոչ, որովհետև այդ տեսարանը կարծեմ հասարակությանը ավելի շատ նողկանք պատճառեց, քան ոգևորեց, որովհետև ցանկացած ողջամիտ մարդ փոքրի շատ ողջամիտ մարդ զզվանք ապրեց տեսնելով Նիկոլ Փաշինյանի այդ պահվածքը։ Նիկոլ Փաշինյանը իրականում միտումնավոր չարեց։ Հավատացեք, Նիկոլ Փաշինյանը տառապում է անձի երկտվությամբ եւ Նիկոլ Փաշինյանը ցույց տվեց իրական դեմքը, նա չի կարողանում ինքն իրեն տիրապետել եւ Նիկոլ Փաշինյանը պարզապես ափերից դուրս եկավ առանց գիտակցելու թե ինքը ինչ է անում։ Ճիշտ է, հետո Աննա Հակոբյանը կրթվել է նորաձև այդ ծրագրի շրջանակներում գուցե փորձի կրթել իր ամուսնուն, սակայն ասվածը արդեն ասված է
եւ Նիկոլ Փաշինյանը խայտառակեց ոչ միայն իրեն, խայտառակեց առհասարակ խորհրդարանական ինստիտուտ։ Թիմը ինչպես է վերաբերում կարծում եք այս ամենին։ Իրենք արդյոք կարծում են, որ ճիշտ է անում Փաշինյանը, երբ այդպես բղավում է, ճվում է կամ վիրավորական արտահայտություններ հնչեցնում։ Միգուցե իրենց տան խոհանոցում ոչ, համաձայն չեն դրա հետ, սակայն իրենց տան խոհանոցը քաղաքական մարմին չէ, քաղաքական ամբիոն չէ։ Դե հրապարակային չեն արտահայտվել ամեն դեպքում, բայց կարծում եք ներսում կա այդ քննարկումները։ Չի կարող նրանց դուր գալ Նիկոլ Փաշինյանի նման պահվածքը, վստահաբար ձեզ ասում եմ, չի կարող դուր գալ։ Չի լինի որևէ մարդ ողջամի, տառաճանաչ, չգիտեմ, փոքրի շատ է գրագետ, փոքրի շատ է խոսալու ունակություն ունեցող, որպեսզի այդ հիստերիկ պահվածքը նրան դուր գա, բացի այդ ԿՊԱ-ականները շատ լավ են գիտակցում, որ յուրաքանչյուր պահին այդ համբալ արտահայտությունը կարող է ուղղվել նաև իրենց։ Հովիկ Աղազարյանն ու Հակոբ Ասլանյանը դրա վառ օրինակներ են։ Եթե հələ Հովիկ Աղազարյանի հետ կապված կան ինչ-ինչ քրեական գործեր, ինչ-ինչ բաներ, խեղճ Հակոբ Ասլանյանի միակ մեղքն էր, որ ասաց ես չեմ հավատում Հովիկ Աղազարյանի նկատմամբ այդ հնչեցվող մեղադրանքներին եւ արդյունքում Հովիկ Աղազարյանը նույնպես այսօր դառնում է համբալի տեխնացու։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Ես նույնպես շնորհակալ եմ։ Զրուցակիցս հասարակական քաղաքական գործիչ Կարեն Կարապետյանն էր։ Շարունակեք մեզ հետևել։ Կհանդիպենք։